Շրջակա միջավայրերի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության տեղեկացմամբ 20-ամյա դադարից հետո հնարավոր է դարձել Վրաստանի հողային ֆոնդի վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մշակումն ու համակարգումը։ Ըստ տարածված հաղորդագրության, սա հաջողվել է հողի կայուն կառավարման եւ հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալության հետ միասնական ջանքերի շնորհիվ։ Հողի կայուն կառավարման եւ հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալության նախագահ Գյորգի Միշելաձեի խոսքով հողային ֆոնդի միասնական բազան ներառում է տվյալներ երկու ուղղությամբ՝ գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական նշանակության հողեր։ Գյուղատնտեսական հողերը բաժանված են միամյա եւ բազմամյա մշակաբույսերով ծածկված տարածքների։ Ինչ վերաբերվում է ոչ գյուղատնտեսական, ապա այստեղ տվյալները ներկայացված են բազմաթիվ ուղղություններով՝ անտառային ֆոնդի, պահպանվող տարածքների, ջրային ֆոնդի, սառցադաշտերի, լճերի, քաղաքային տարածքների եւ այլն։ Ներկայացված է Վրաստանի հողային ֆոնդի ամբողջական պատկերը ըստ նշանակության եւ կատեգորիայի։ Նրա խոսքով այն ժամանակահատվածում, երբ հողային տվյալների միասնական բազա չկար, պետությունը հիմնվում էր հանրային ռեեստրի գրանցման հողերի վերաբերյալ տվյալների եւ վիճակագրական տվյալների վրա, որոնք հաճախ հիմնված էին բանավոր հարցումների վրա։